գործի քննությունը հայտարարվում է ավարտված։ Ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ, վաղ առավոտյան։ Իրավապահները միաժամանակյա խուզարկություններ իրականացրեցին Դաշնակցության երիտասարդական միության մի շարք անդամների տներում։ Պաշտոնական հաղորդագրությունը ցնցող էր, կանխվել է ահաբեկչության նախապատրաստություն։ Ըստ քննչական կոմիտեի երիտասարդների մոտ հայտնաբերվել է մարտական զինամթերք, նռնակներ եւ հեռակառավարվող պայթուցիչներ։ Ձերբակալվեց 7 հոգի, այդ թվում Հայաստան Դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին, սակայն ժամեր անց պարզ դարձավ, խմբից միակ մեղադրյալը 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն է։ Նրան առաջադրվեց ամենածանր հոդվածներից մեկը եւ դատարանը որոշեց՝ երիտասարդը պետք է կալանավորվի 2 ամսով։ Քաղաքական եւ փաստաբանական դաշտում այս գործը ստացավ այլ անվանում՝ Strike Volley գործ։ Չամիչյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց. այնինչ իրավապահները ներկայացնում են որպես ահաբեկչության գործիք, իրականում սովորական սպորտային խաղալիքներ են, որոնք վաճառվում են խանութներում եւ օգտագործվում Strike Ball խաղի ժամանակ։ Մինչ քննչականը լռում էր, մյուս 6 ձերբակալվածների ճակատագրի մասին հանրությանը հայտնի դարձավ եւս մեկ մտահոգիչ փաստ։ 19-ամյա Չամիչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են ճաղերի հետևում գտնվելու համար։ Մեղադրողի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց. այս մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև ծիծաղելի։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սպորտային հոբին փորձ է արվում ներկայացնել որպես պետական դավադրություն։ Իմ պաշտպանյանի առողջական վիճակը եւս անտեսվել էր առաջին ատյանում։ Սա փոքրիկ հաղթանակ էր պաշտպանական կողմի համար։ Երևանի քրեական դատարանը փաստացի բեկանեց նախորդ որոշումը երիտասարդին թույլ տալով դուրս գալ տնից, սակայն գործը չի կարճվել։ Դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ դատավարությունը տեղափոխվում է Կոտայքի մարզ։ Չնայած խափանման միջոցը մեղմվել է, 19-ամյա երիտասարդի նկատմամբ առաջադրված ծանր մեղադրանքը դեռ ուժի մեջ է։ 6 այլ դաշնակցականներ դեռևս մնում են անազատության մեջ, իսկ քննչական կոմիտեն լռում է։ Արդյոք նրանց եւս մեղադրանք կառաջադրվի թե ոչ։ Պաշտպանական կողմը պատրաստվում է Կոտայքում կայանալիք նիստերին վստահությամբ, որ խաղալիքների գործը փլուզվելու է հենց առաջին փուլում։